Բարոյձեզ Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, ողջույն Տիկին Ադամյան։ Բարի օր։ Տիկին Ադամյան, Հանրապետություն կուսակցությունը վախ չունի, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդանում չի հայտնվի, վախ բառը չափազանցված չհամարեք, 1% հարցվածների արդյունք ունեք ընդհանրապես որ պատրաստ էր ձեզ քվեարկել, իսկ որպեսզի արժե անցնենք որպես կուսակցություն, առնվազն պետք է քառապատկվի։ Բացարձակապես որևէ վախ չունենք։ Իսկ այս թիվը Եվ մի վախեցրեք մեզ որևէ հարցումով։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելով, որ այդ հարցումները ընդամենը հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակ ունեն, այսինքն հարցումները ինքնին դառնում են քարոզչա միջոց։ Ոնց ուզում եք վերցրեք, որ հարցումը ուզում եք վերցրեք։ Շատերը համարում են ավելի վստահելի, քան մյուսները։ Դա իրենց իրավունքն է, ով ինչ ուզում է կարող է համարել, վստահելի չէ ձեր համար։ Ես կարող եմ բազում օրինակներ բերել, երբ Հանրապետություն կուսակցությանը ընդամենը 1%-ի ձայն են խոստացել, կամ չգիտեմ իրենց հաշվարկներով ներկայացնել իբրև հարցման տվյալ, օրինակ Երևանի ավագանուն ընտրությունները, որտեղ մենք հավաքեցինք 11.3%, դե համեմատեք 1-ն ու 11-ը։ Ես կարող եմ նաև Այո, ես կարող եմ ձեզ հիշեցնել նաև վաղարշաբաթի ընտրությունները, որտեղ ընտրությունների նախորդ օրը էլի մեզ 1% այսպես ներկայացվեց, բայց մենք 4%-ին ընդամենը 13 ձայն պակաս հավաքեցինք։ Ես էլ եմ կրկնում, բոլոր այդ հարցումների իրական հարցումը կլինի հունիսի 7-ին։ Այդ օրը կլինի իրական հարցում, իրական պատասխաններով։ Առավել ևս կներեք, առավել ևս որ ձեր հիշատակած հարցումներում կան որոշակի դրամաբանական անհամապատասխանություններ։ Ամենայն դեպս, եթե հասարակությունը 52% կողմնորոշված է դեպի Եվրամիություն, դեպի Եվրամիություն գնացող ուժերին ինչու է 1% տալիս։ Միգուցե Եվրամիություն գնացող ուժերը գնում են վիզայի հետևից։ Ոչ, ուժերը չեն դիտարկվում որպես ծանրակշիռ բևեռ, այդ այսպես ասած արմատամետ զանգվածի մոտ եւ ԿՊ-ն է դիտարկվում, որովհետեւ նրանք ի վերջո այդ օրենքը ընդունեցին, նրանք են ամբողջ օրը դրանից խոսում եւ այստեղ հարցս նաեւ է, արդյոք դուք տանուլ չեք տվել այդ օրակարգը ԿՊ-ին տալով եւ ինքն է դա ասացիք արմատամետները ով ասաց որ մենք ԿՊ-ին օրակարգ ենք տվել բացարձակապես չեմ ասում նվիրել եք նրանք են վերցրել Չէ, գիտեք ինչ, հիմա եթե ԿՊ-ն որոշել էր որ ինքը պետք է նման օրենք ընդունի ինչն էր խանգարում խորհրդարանին կամ կառավարությանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու Եվ ինչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում առաջին անգամ համաժողովրդական նախաձեռնությամբ օրենք ընդունվեց, եթե դա ԿՊ-ի օրակարգն էր։ Ես ձեզ կասեմ ավելին, վստահաբար դուք հիշում եք նաև խորհրդարանական լսումները եւ այդ խորհրդարանական լսումներում հնչող ելույթները, թե առաջինը, թե երկրորդը։ Եվ վերջին հաշվով, եթե դա ԿՊ-ի իրական օրակարգն է, Ինչն է խանգարում քաղաքացիական պայմանագրին իրապես գործուն քայլեր անել դեպի Եվրամիություն։ Ինչն է խանգարում, օրինակ, Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել։ Ինչն էր խանգարում 7 տարի, համարյա թե 8 տարի կատարել ՍԵՊԱ-ն։ ՍԵՊԱ-ի բոլոր պայմանները։ Եթե դա իրապես ԿՊ-ի օրակարգն էր։ Ես չեմ կարծում, որ մարդկանց հիշողությունը ընտրովի է, ամենայն դեպս մեծամասնության, եւ չեմ կարծում, որ մարդիկ ընդհանրապես դադարել են մտածել։ Այսինքն դուք հերքում եք, որ Փաշինյանը վերցրել է նաեւ պրոարևմտյան դաշտը։ Ես չեմ հերքում, որ Փաշինյանը վերցրել է դեպի պրոարևմտյան դաշտ գնալ, բայց եկեք հասկանանք, այդ ճանապարհին արած քայլերի արդյունավետությունը Եվ եկեք հասկանանք այդ ճանապարհին արված քայլերի արագությունը։ Պարոն Անանյան, ձեր հիշողության մեջ հաստատ գոնե որ դա պահպանված կլինի։ Մենք իրար այդ հարցազրույցներում ինչքան ենք խոսել կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակի փոփոխության մասին։
դեռ մինչև տրիպի իհայտ գալը։ Մենք իրար հետ ինչքան ենք խոսել, որ Հայաստանի Հանրապետության պետք է վերահսկեն հայ սահմանապահները։ Եվ արդյոք այսօր այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան սահմանին այնուամենայնիվ դեռ մնում են ռուս սահմանապահները, խոցելի չի դարձնում Հայաստանը։ Ոնց ուզում եք վերցրեք։ Պատասխանեք ձեր հարցերին։ Ինչ պատասխանեմ։ Ես հարցը բարձրացնում եմ արդեն իսկ պատասխան ենթադրող։ Հանրապետություն կուսակցությունը տարիներով է այդ հարցերը բարձրացրել։ Այո, քաղաքացիական պայմանագիրը իշխանությունը շատ հարցերում Հանրապետություն կուսակցության բարձրացած հարցերին փորձել են պատասխաններ տալ, բայց այդ պատասխանները կամ եղել են ուշացած, կամ էլ եղել են ոչ ամբողջական։ Չեք կարծում, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այն ժամանակ, երբ ոչ միայն Մարգարայի անցակետում, այլև ընդհանրապես սահմանի երկայնքով լինեն միայն հայ սահմանապահներ։ Չգիտեմ, Էրդողանը ինձ բան չի ասել, երբ կբացի սահմանը։ Ես կարծում եմ, որ Էրդողանը պետք չի, որ անձամբ ձեր ականջին դա փսփսար, բայց դուք տրամաբանության որոշակի ունակություններ ամենայն դեպս ձեր վարած հարցազրույցներում դրսևորել եք։ Շնորհակալություն Տիկին Ադամյան, տեսեք, արդյոք տեսեք, դուք ամբողջ օրը քննադատում եք պայմանական ասած ռուսամետ ուժերին, ցուցադրում նրանց քաղաքական գաղափարներում ըստ ձեզ խոցելի տեղեր եւ այլն։ Բայց նաեւ մենք չենք տեսնում, այսպես ասած, պրոարևմտյան ուժերի միասնականություն, մեկ ցուցակ, չեմ ասում դաշինք կազմել, որը ասենք 8-9-10% կդարձներ շեմը, թեկուզ ինչ որ մի կուսակցություն, որտեղ այդ մարդիկ ըստ իրենց ռեյտինգի կդասավորվեն եւ այդ օրակարգը տեսք կունենար, հա, այսինքն քաղաքական ուժերի տեսք։ Հիմա դուք վերմակը ձեր ուղղությամբ եք քաշում, այն մեկը իր ուղղությամբ, այն մեկը այն ուղղությամբ եւ ձայները կփոշիանան, չէ՞, եւ կկրկնվի 21 թվականի պատմությունը։ Ո՞րն է ձեր պատասխանը, ինչու այդ ուղղությամբ չեք գնում։ Ես չեմ կարծում, որ դա իրական օրակարգ է, այ հիմա ձեր բարձրացած օրակարգը իրապես արհեստական օրակարգ է։ Եթե անկեղծ լինեք, պիտի ընդունեք, որ Հանրապետություն կուսակցությունը միշտ էլ համախմբող ուժ է եղել։ Չէ, բայց դուք ասում եք, թույլ կտակ պատասխանեմ, թե դաշինքի կողմնակից չենք, հետընտրականի թույլ կտակ պատասխանեմ։ Եկեք հիշենք ելք դաշինքի ստեղծման պատմությունը։ Ու ընդհանրապես Հանրապետությունը կրկնում եմ, միշտ եղել է համախմբող ուժ։ Եվ այնուամենայնիվ Հանրապետությունը հաջողության հասել է այն պարագաներում, երբ եղել է մենակ։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է հասարակության մեջ գեներացնել այդ պատկերացումները, որ համախմբումը համադարման է բոլոր կարգի ուժերի։ Համադարման չի, բայց ծանրության կենտրոն կարող է որ համախմբումը ստեղծելու է, այնպես ինչ ասեմ, բացարձակապես փոշիա զերծ ընտրություններ։ Ռոբերտ ջան, դուք բավականաչափ փորձ կարծում եմ ընտրություններ լուսաբանելու ունեք եւ կարող եք ընդունել այն փաստարկը, որ փոշին այդպես չի ձևավորվում եւ փոշու հիմքում դա չի դրված։ Տիկին Ադամյան, ձեր այս խոսքերը հիշեցնելու եմ հունիսի 7-ից հետո, երբ որ գաք ես հաճույքով հունիսի 7-ին, չէ, 7-ին չէ։ 7-ից հետո հաճույքով, եթե հրավիրեք, կգամ եւ կպատասխանեմ ձեր բոլոր հիշեցումներին։ Դուք գիտեք, փորձում եք ստեղծել այնպիսի տպավորություն, որ եթե Հանրապետությունը Կարեն Մարևմտյան դաշտի բոլոր ուժերը միավորվեն, բոլոր ուժերը ինչ որ, չգիտեմ, կախարդական փայտիկ օգտագործենք միավորվեն, անկախ իրենց որոշակի տարաձայնությունների, ընտրությունների արդեն արդյունքները հայտնի են։ Փոշին ընդհանրապես վերանում է, ասում եմ, փոշին ընդհանրապես վերանում է նաև թերևս Երևանում օդի աղտոտվածության որոշակի ազդեցություն կունենանք։ Եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետության հունիսի 7-ին ընտրվելիք խորհրդարանը, եթե մենք իրապես մտածում ենք պետության ու ժողովրդի մասին, չպետք է կրկնի 2021-ի արտահերթ ընտրություններով ընտրված խորհրդարանի պատկերը։ Բայց եթե դուք չեք անցնում, ոնց չի կրկնվում։ Ինչու եք վերցնում կանխավարկածը, որ մենք չենք անցնում։ Որովհետև այդ ձայները գնալու են տարբեր ուժերի,
եւ կա հավանականություն, որ Փոշյանը դուք Նոստրադամուսի ունակություններ ունեք եւ արդեն որոշակի ձեզ համար աղյուսակ եք գծել, որ քաղաքական ուժը ինչքան է հավաքում, ձեր Նոստրադամուսի ունակությունների հիմքում դնում եք տարատեսակ հարցումներ։ Ես միայն առայ նկատի չունեմ տարատեսակ հարցումներ, որ այս ընթացքում անդադարվում են եւ անում եք շշտակի եզրակացություն, թերևս արդեն կարող եք ասել նաեւ որ կուսակցությունը քանի տոկոսով է խորհրդարան մտնելու, այդ պարագայում ես ձեզ կհրավիրեմ հարցազրույցի հենման կետ եւ ես ձեզ շատ որոշակի հարցեր կտամ, նույնիսկ մինչեւ հունիսի 7-ը։ Շնորհակալություն ինձ շշպռելու համար, կդատենք արդյունքներով։ Ես ձեզ չեմ շշպռում, բացարձակապես նման։ Շատ լավ կատակ էր իհարկե, պարոն Սարգսյան։ Ես ուզում եմ Ռոբերտ հստակեցնել այս հարցը։ Տեսեք, մենք իսկապես շատ լուրջ փորձության առաջ ենք հունիսի 7-ին կանգնելու, շատ լուրջ փորձության։ Ինչու՞։ Որովհետև հունիսի 7-ին չի վճռվելու միայն ապագա իշխանության հարցը, ապագա իշխանության ձևավորման հարցը։ Հունիսի 7-ին վճռվելու է այն հարցը, թե ինչ ընթացքով է Հայաստանի Հանրապետությունը շարունակելու իր ճանապարհը։ Մենք գնալու ենք դեպի զարգացում, մենք իսկապես հաստատելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես մտավ 21-րդ դար, թե մենք վերադառնալու ենք 20-րդ դար, ուր համառորեն նաև Էջմիածնի Բաքից տարատեսական հատներ մեզ ասում են չէ պետք է վերադառնալ այնտեղ, որտեղ 100 տարի առաջ էինք, որովհետև միայն այնտեղ կա պայծառ ինչ որ, չգիտեմ, կենսակերպ։ Այդ դա է գլխավոր փորձությունը։ Եվ այսօր միջին վիճակագրական ընտրողի առաջ դրված է ոչ միայն իր մեկ ձայնով երկրի ապագան որոշելու հնարավորությունը, այլև դրված է համախմբվելու եւ ձայն տալու այն ուժերին, որոնք ձեր կարծիքով փոշիանալու են, իսկ իմ կարծիքով ապահովելու են Հայաստանի Հանրապետության զարգացումը։ Կդատենք արդյունքներով։ Ապահովելու են տրիպի իրականացումը, ապահովելու են Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրամիությանը, ապահովելու են Հայաստանի Հանրապետությունում մոդուլային երկրորդ ԱԵԿ-ի կառուցումը, որը ԿՊ-ն բարեհաջող այսպես տարալոցում է ժամանակի մեջ։ Ու էլի բազում տասնյակ խնդիրներ կան, որ ես եթե դուք թույլ տաք, բայց կարծում եմ դուք դա թույլ չեք տա։ Շատ երկար կտևի ուղղակի։ Այո, կարող եմ թվարկել, թե Հանրապետություն կուսակցությունը ինչ խնդիրներ է բարձրացնում եւ ինչ լուծումներ, իրական լուծումներ է առաջարկել ու առաջարկում այդ խնդիրներին։ Տեսեք, առաջին նախագահը կոչ արեց Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել, ում հաղթանակը թույլ չտալու համար ըստ նրա եւ Լևոն Զուրաբյանը այդ ընթացքում չկախվեց։ Փորձում են խոչընդոտներ ստեղծել Փաշինյանի արևմտյան տերերը Կարապետյանի ընտրության համար ըստ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցման շատ հավանական ընտրողների հարցման տվյալներով 11% այդ ուժը ձայն ունի, ԿՊ-ն մոտավորապես 2.8 անգամ ավելի շատ, արդյոք այս ֆիգուրը ունակ չէ հեռացնել Փաշինյանին, ինքը այո սահմանադրությամբ այս պահին չի կարող վարչապետ դառնալ, բայց ունի ազդեցություն, շատ փող, բիզնեսների վերջո կուսակցության ղեկավար է, բարեգործ եւ այլն, ինչ եք դուք մտածում այս հարցում։ Չեմ հասկանում դուք ինչու եք այդ ամեն ինչը կապում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանը նախ եւ առաջ թող բացատրի ինչու է այդ պարագայում ՀԱԿ-ը մասնակցում ընտրություններին եւ ինչու է վարչապետի տեխնացու առաջադրում Լևոն Զուրաբյանին, եթե պետք է կոչ աներ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ։ Ինչ պիտի անի այդ պարագայում Լևոն Զուրաբյանը կախվի։ Չէ, ինչի կախվի, բայց Չէ, քաղաքականապես նկատի ունեմ, ոչ իրականում։ Հարցը չէ։ Մի կողմ դնենք, հա, Լևոն Տեր-Պետրոսյանին է, Լևոն Զուրաբյանին է, ՀԱԿ-ը իր ասելիքը վաղուց ավարտել է։ Բացարձակապես ավարտել է, ՀԱԿ-ը ընդհանրապես ասելիք այլևս չունի։ Ոչ իբրև հիմնադիր նախագահի կուսակցություն, ոչ իբրև քաղաքական ուժ, որ 2026 թվականի հունիսի 7-ին մասնակցելու է ընտրությունների։ ՀԱԿ-ի ասելիքը գիտեք երբ ավարտվեց։ ՀԱԿ-ի ասելիքը ավարտվեց այն ժամանակ, երբ 2008 թվականին ՀԱԿ-ի սպիտակ դրոշները գցեցին, գնացին Ազատության հրապարակ ու Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց գնացեք տուն։ Իսկ դրանից հետո բարեհաջող իր ամբողջ քաղաքական կապիտալը ոչնչացրեց ՀՀԿ-ի հետ բանակցություններում։
պարզապես ոչնչացրեց իր ամբողջ քաղաքական կապիտալը։ Դեռ բուրժուա դեմոկրատական հեղափոխությունն էլ նվիրում եմ ձեզ։ Այդ ժամանակ պարոն Սարգսյանը Այդ ժամանակ պարոն Սարգսյանը այլևս ՀԱԿ-ի հետ չէր։ Հստակեցնեմ, այո, չէր։ Լավ, դե ՀԱԿ-ին դնենք մի կողմ, անցնենք Սամվել Կարապետյանին։ Ես կարծում եմ, որ այսօրվա խնդիրը Սամվել Կարապետյանը ոչ իբրև բարերար, ոչ իբրև քաղաքական գործիչ, ոչ իբրև միլիարդատեր, դա չի կարևորը։ Կարևորը ուրիշ խնդիր կա այսօր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այսօր ասուլիս տվեց եւ ներկայացրեց, որ ԿԸՀ-ն չի կարող ուժեղ Հայաստանին գործող օրենքներով չգրանցել։ Բայց մենք ունենք փաստ, մենք ունենք ակնհայտ փաստ եւ Արամ Սարգսյանն էր պահանջում չգրանցել։ Ոչ միայն Արամ Սարգսյանը, ես կարծում եմ բոլոր խելամիտ ամենայն դեպս մտածող մարդիկ Արամ Սարգսյանը դա քանիցս բարձրաձայնել է, քանիցս բարձրաձայնել եմ նաեւ ես։ Ու չեմ կարծում, որ մենք այս հարցում փոքրամասնություն ենք։ Միանգամայն հակառակը։ Մենք այս հարցում մեծամասնություն ենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ու այ ժողովրդի մասին մտածող որևէ ուժ չի կարող համակերպվել այս իրավիճակին։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը կամ Սամվել Կարապետյանի իբրև քաղաքական ֆիգուր դրածո են։ Մենք դա պետք է ընկալենք, թե ոչ։ Եկեք հասկանանք, ինչու ընդհանրապես Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում։ Կարճ, կոնկրետ հասկանանք։ Վերկացլաուն ձախողվեց։ Դիմադրության բոլոր շարժումները ձախողվեցին։ Սրբազան շարժումը ձախողվեց։ Ինչ էր մնում։ Ներքաշեցին ամբողջ քաղաքական, չգիտեմ, ընդդիմադիր, թե քաղաքական հանգուցյալներին հարություն տալով ներքաշեցին, չստացան ժողովրդի աջակցությունը։ Փորձեք համեմատել հարևան պետությունների եւ ոչ այդքան հարևան պետությունների անցած ճանապարհի հետ։ Մասնավորապես Վրաստանի եւ Մոլդովայի օրինակները, նույն Ուկրաինայի օրինակը։ Բայց նա չի կարող ցանկանալ դառնալ Հայաստանի վարչապետ, զարգացնել Ոչ չի կարող ցանկանալ, որովհետեւ տնտեսագետն է չի կարող ցանկանալ։ Դրածո եք կոչում դիգ։ Դրածո եմ կոչում, որովհետեւ այո, նա իսկապես դրածո է։ Չի կարող մարդը լավ Մարդը այդ ցանկությունը եթե ուներ, այնպես չի, հա, որ հանկարծ եկավ 26 թվականը մարդը արթնացավ ու որոշեց գնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնամ։ Անցած ճանապարհ հասկացությունը որևէ մեկը բեկանել է։ Սամվել Կարապետյանն էլ, Կարեն Կարապետյանն էլ բոլորն էլ լավ հնարավորություններ ունեին Հայաստանի Հանրապետության համար իշխանության մաս լինելու տարիներին անել որոշակի քայլեր։ Արել են։ Ինչ են արել։ Տաշել պիցաներից անց հեծը փրկեց մարդը։ Կներեք, այնպես ինչպես նա փրկեց հեծը, դեռ պետք է փրկվել իրենից։ Սա ես չեմ ասում։ Սա իմ գնահատականը չի, Փառք Աստծո։ Եկեք այդ ամեն ինչը հաշվի առնենք ու նաև հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունն այսպես կղզի պետություն չի։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզից դուրս չի։ Կան այլ պետությունների օրինակներ եւ կա վերջին հաշվով դա էլ վստահաբար ընդունում եք, որ ես չեմ հնարել, կա այդ պետությունների դեմ մղվող հիբրիդային պատերազմ։ Եվ հենց այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, երբ Ռուբեն Վարդանյանն էլ ձախողվել էր, որովհետև Սամվել Կարապետյանից առաջ մենք ունեցանք Ռուբեն Վարդանյանի օրինակը։ Դա էլ չմոռանանք, հա։ Տեսեք, եւ նա հայտնվեց իբրև միլիարդատեր հարցերը լուծելու համար։ Հիշեք Մոլդովան, հիշեք Իլան Շորին։ Տեսեք, Տիկին Ադամյան, արտաքին հետախուզական ծառայության այն հաղորդագրությունը, որ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձիկ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որ հունիսի 7-ի ընտրություններին ֆինանսական կազմակերպչական բնույթի հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի, ընդդիմադիր արձագանքները այսպիսին էին, որ իշխանությունը փորձում է այսպես վախի ֆոն ստեղծել, Ռուսաստանից վախի ֆոն եւ ընտրություններում այսպես ճնշել ընդդիմադիրային ուժերին, այդ թվում ձեր ասած Սամվել Կարապետյանին, որը ունակ է հեռացնել այս իշխանությունը, այսինքն ոչ թե կա այդ ձեր ասած հիբրիդային պատերազմը այդպիսին, ոչ թե կազմակերպված մարդկանց խմբեր են փորձում բերել ֆինանսավորել եւ այլ,
այլ դա հորինվածք է, չկա այդպիսի բան, եւ իշխանությունը ուղղակի ճնշում է այսպես Ռուսաստանի հետ հարաբերություններ վերականգնել առաջարկող ընդդիմադիր ուժերն, արդյոք գույները չեն խտացվում։ Գիտեք, իշխանությունը նետաձիգին բռնելու փոխարեն փորձում է նետերը որսալ, իսկ ընդդիմությունը փորձում է ընդհանրապես ներկայանալ իբրև, ինչ ասեմ, Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հերոս, Անագի զինվորիկ, որը որևէ պարագայում չի զոհվում։ Եկեք հասկանանք, հա, ում են հիմարի տեղ դնում։ Ում են հիմարի տեղ դնում։ Ով։ Սալավյովի հայտարարությունները որևէ բան նշանակում են, Դուգինի հայտարարությունները որևէ բան նշանակում են, Մարիա Զախարովայի ցինիզմը որևէ բան նշանակում է։ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար իրենց աջակցությունն արտահայտող Մարիա Զախարովայի ցինիզմը ձեզ ոչինչ չի ասում։ Ինչ է նշանակում ճնշել։ Եթե այդ երկիրը առավոտից երեկո իր առաջ խնդիր է դրել հետ խորհրդային տարածքի բոլոր պետություններում վերականգնել իր ազդեցությունը։ Վերջին հաշվով, եթե այդ երկիրը 4 տարի է արդեն կռվում է Ուկրաինայի համար, որպեսզի Ուկրաինան այլևս չլինի ինքնիշխան պետություն։ Հիմա եկել եք ինձ ասում եք հավն է ձևից թե ձուն է հավից։ Չէ, իշխանությունը հետապնդում է Ռուսաստանի հետ ու ես ձեր կարծիքով աշխարհի վերջին միամիտն եմ եւ ինձ նման միամիտ են Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողները։ Լավ, բա ինչու է իշխանության թիրախում հատկապես այն ԲՎՌ-ը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պես վերականգնման կողմնակից է, բարելավման, միութենական պետություն, դաշնակիցներ, ամուր դաշնակիցներ, այնչու թիրախավորել իշխանության կողմից այդ ԲՎՌ-ին։ Դուք դա կասկածել եք։ Ով ասաց, որ իշխանությունը թիրախավորում է այդ ԲՎՌ-ին։ Ձեր հարցադրումը ի սկզբանե կոռեկտ չի։ Որովհետև հաղորդագրությունը ինչի՞ բան։ ԱՀԾ-ի այդ հաղորդագրությունը ԱՀԾ-ի հետախուզական ծառայության, այո, ընդհանրեն այն մասն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ մղվում է հիբրիդային պատերազմ եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանվի բոլոր միջոցներով այդ հիբրիդային պատերազմից։ Գիտեք, եթե որոշ մարդիկ իրենք ինքնախոստովանական ցուցմունք են տալիս, որ այդ ամեն ինչը իրենց դեմ է, դա իրենց խնդիրն է։ Դա իրենց խնդիրն է։ Որևէ մեկը նրանց չի մղում ինքնախոստովանական ցուցմունք տալու։ Սա է ամբողջ հեքիաթը։ Այսինքն որ ասում են իսկ դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանի դանշակում է ինքնախոստովանական։ Դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովում Ռուսաստանի Դաշնության շնորհիվ։ Ռուսաստանի եւ Իրանի աղեղի շնորհիվ։ Դե կներեք, մոռացել էի աշխարհի ամենահզոր պետություններից մեկին, մոռացել էի։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում Հայաստան, Ռուսաստան, Իրան, աղեղ։ Հիմա աշխարհակաղակական այս վիճակում վաղուց Հայաստանի Հանրապետության տարածքում ոչինչ չի պայթել։ Թե ռուսական հոպը վերջապես կորոշի, հայ-ռուսական համատեղ հոպը կներեք, վերջապես կորոշի իր պարտականությունները կատարեն։ Դուք հասկանում եք իրականում դա ինչ վտանգ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ գուցե ձեր ասած ուժերը բացեն իրենց աչքերը կամ վերջապես հասկանան, որ հերիք է ստեն ու խոստովանեն, որ իրենց ամբողջ խնդիրների խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը թույլ չտալն է, Հայաստանի Հանրապետությունում տրիպը արգելակելն է եւ ընդհանրապես խաղաղություն համաձայնագիր չկնքելն է, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությանն եւ ձեր այդ թվարկած ուժերին պետք է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ։ Միայն այդ պարագայում իրենք կարող են իշխանության ինչ որ հույսեր ունենալ։ Միայն այդ պարագայում, որովհետև անverջ բոլորին կվախեցնեն պատերազմով եւ կներկայանան իբրև պատերազմ կանխող, իրականում լինելով պատերազմ հրահրող։ Սա է ճշմարտությունը։ Ու այդ ճշմարտությունը ես կարծում եմ բոլորը գիտեն, բայց կան, ցավոք, կան մարդիկ, որոնք այդ ճշմարտության առաջ աչք են փակում, որովհետև իրենց գրպանում հայտնվում են կլորիկ գումարներ, որովհետև իրենք ունեն որոշակի կապեր եւ այդ կապերին չեն կարող հակազդել։ Այդ դա արդեն ազգային անվտանգության ծառայության գործն է։ Դա հակակոռուպցիոն հանձնաժողովի գործն է։ Դուք չթողեցեք ես շարունակեմ, ես ուզում եի այնուամենայնիվ անդրադառնալ Վահագն Հովակիմյանի այսօրվա ասուլիսին եւ ասել, որ եթե մենք հունիսի 7-ին ուզում ենք ունենալ իսկապես ազատ ժողովրդավարական բոլոր մասնակիցների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովող ընտրություններ, ձեր ասած ուժեղ Հայաստանը, գուցե նաև այլ ուժեր
չպետք է ընտրություններին մասնակցեն։ Ինչ օրենք են խախտել Տիկին Ադամյան։ Հայաստանի Հանրապետության մեղավոր է, որ իր միլիարդները Ռուսաստանում է աշխատել։ Հիմա կարող է ուրիշ իր միլիարդները աշխատել է Ռուսաստանում, Կիպրոսում է, ինչ։ իր միլիարդները որտեղ է աշխատել, այստեղ պետք է հստակ հասկանալ։ Մեղավոր է։ Ընտրություններին նրանց պետք է մուտքը արգելել ոչ թե նրանց գաղափարների համար, այլ ֆինանսական հոսքերը ճշտելով, ֆինանսական հոսքերի թափանցիկությունը եւ երկրի անվտանգությանը ներկայացնող սպառնալիքները հաշվի առնելով։ Այդ ճանապարհով անցել է Մոլդովան։ Եվ Մոլդովայի սահմանադրական դատարանը արգելել է, որպեսզի երկրի համար սպառնալիք ներկայացնող կուսակցությունը, որպեսզի ընտրողներին գնող ֆինանսական հոսքեր, մեծ ֆինանսական հոսքերով մարդկանց ձայները գնող կուսակցությունները չկարողանան ընտրություններին մասնակցել։ Գիտեք, ես ահագին մի քանի հարցազրույցներում ամենայն դեպս շեշտել եմ, որ այստեղ պետք է իշխանությունը քաղաքական կամք դրսևորի։ Ես կարծում եմ, այստեղ նույնիսկ քաղաքական կամքի խնդիր չի։ Այստեղ իշխանության պարտականության խնդիրն է, որովհետև բոլոր դեպքերում իշխանությունը պարտավոր է կազմակերպել ժողովրդավարական, ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ ընտրություններ։ Եվ հանկարծ հիմա ես ձեր հայացքից հասկանում եմ, դուք չփորձեք ինձ ասել, որ դա բայց այլընտրանքից կզրկվեն մարդիկ։ Չփորձեք ինձ հակափաստարկ բերել, որ այդ պարագայում մենք ժողովրդավարությանը ես հասկանում եմ ձեր հայացքը, Ռոբերտ։ Ժողովրդավարությանը այս պարագայում մենք բացարձակապես դեմ չենք գնում, հակառակ այս պարագայում մենք պաշտպանում ենք ժողովրդավարությունը։ Թող միութենական պետության կողմնակից ուժերը լինեն։ Եթե Հայաստանի քաղաքացիները մեծամասնությունը ուզում են դա, թող լինի, ինչ։ Թող մարդիկ իրենց որոշումները պատասխանեն։ Խնդիրը դա չի, ես կարծեմ ասեցի, դուք շրջանցեցիք։ Այստեղ խնդիրը ինչի՞ թե այդ ուժերը ինչ են դավանում։ Խնդիրն այն է, որ այդ ուժերը ֆինանսավորվում են դրսից։ Եվ խնդիրն այն է, որ այդ ուժերը ազատ մրցակցային պայմաններով ընտրությունների չեն գնում։ Խնդիրն այն է, որ այդ ուժերը արդեն իսկ մարդկանց փորձում են գնել եւ բազում փաստեր կան։ Այդ փաստերի բացահայտումով չպետք է առանձին կուսակցություններ զբաղվեն։ Այդ փաստերի բացահայտումով պետք է զբաղվեն պատկան մարմինները։ Ես կարծում եմ, որ այդ պատկան մարմինները նաեւ զբաղվում են այդ հարցերով։ Այլապես ազգային հետախուզական ծառայության նման հայտարարություն չէր լինի։ Իսկ որ Փաշինյանի արևմուտքի տերերը, արևմտյան տերերը փորձում են խոչընդոտել Կարապետյանի հաղթանակը, այս ամենի մասին չէր Տեր-Պետրոսյանի այդ պնդումը։ Դուք կարծում եք, որ արևմուտքում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին տեր է։ Ես չեմ կարծում։ Ես ոչինչ չեմ կարծում։ Ես հղում եմ անում։ Դուք հղում եք անում Տեր-Պետրոսյանին, կարծում եմ կարող եք հրավիրել իրեն կամ ինչ-որ մեկին։ Դա մեղադրանք է, որ արևմուտքը, այսպես ասենք, արգելում է Կարապետյանին հաղթել, խոչընդոտում է ավելի շուտ եւ Փաշինյանի ձեռանը։ Արևմուտքը բացարձակապես որևէ մեկին ոչ օգնում է, ոչ էլ խոչընդոտում է հաղթել։ Բա 12 միլիոն եվրոն ԵՄ-ի 10։ Իսկ ռուսերական 165-ը։ Դե ուրեմն երկուսն էլ միջամտում են Տիկին։ Իսկ դուք մոռացաք ինչի համար էր այդ 12 միլիոն եվրոն։ Հայաստանի Հանրապետության դիմակայունության, հիբրիդային պատերազմի դեմ երկրի պաշտպանունակության։ Ես կարծում եմ, որ 12 միլիոնը այս պարագայում անգամ քիչ է։ Ես կարծում եմ, որ այդ փորձագետները վաղուց արդեն պետք է եկած լինեին երկարաժամկետ եւ պետք է արդեն մեր երկրի դիմակայունության խնդիրներով զբաղվեին, որովհետեւ տեսնում եք ինչ մթնոլորտ է տիրում Հայաստանում, ինչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ Ռուսաստանի Դաշնությունից ինչ ծրագրեր են առ Հայաստան գործուղվում, փորձարկվում, ներդրվում։ Ես չեմ ուզում, Ռոբերտ ջան, իսկապես չեմ ուզում, որ մենք հայերս դառնանք հիբրիդային պատերազմի զինվորիկներ, որովհետև որքան կարծում եմ, որ դուք էլ դա արձանագրած կլինեք, Ռուսաստանի տնտեսական վիճակի բերումով ռուսները փորձում են ոչ թե իրենք ֆինանսներ ներդնել Հայաստանի Հանրապետությունում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, այլ փորձում են դա անել միլիարդատեր հայերի ձեռքով, այլ ԱՀԾ-ի հայտարարությունը նաև այդ մասին էր։
հարուստ հայերի ձեռքով, որտեղ իրենք այլևս երբ ձեռքը տանում են գրպանը, այդ գրպանում նախկին նավթադոլարները, չգիտեմ, գազադոլարները եւ այլն չեն զրնգում։ Շնորհակալություն զրույցի համար, Տիկին Ադամյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Անահիտ Ադամյան։